Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք Գրենլանդիայի հարցը, թե ինչուն է Դոնալդ Թրամփին եւ Միացյալ Նահանգներին պետք ամերիկյան Գրենլանդիան։ Սա շատ կարևոր հարց է եւ այսօր առաջի անգամ ես որոշեցի մեր քննարկման մեջ ներառեմ այսպիսի հնարավորություն, որ մենք ձեր հետ միասին քարտեզ կլինի սա, թե նկար կլինի, թե որևէ ինտերակտիվ, այսպես ասած, հնարավորություն դիտենք։ Ես ուզում եմ իհարկե խնդրեմ ձեզ, որ երբ կավարտենք այս վերլուծությունը, հետո արդեն ասեք ինչքանով սա օգտակար էր մեկնաբանություններում։ Հարգելի հայրենակիցներ, այստեղ քարտեզի վրա դուք տեսնում եք Գրենլանդիա կղզին, եւ այստեղ երևում է նաև թե որտեղ է Գրենլանդիան գտնվում, բայց մի փոքր ավելի ուշ ուրիշ քարտեզի վրա նաև կցույց տամ։ Ես ուղղակի այստեղ ուզում եի ցույց տալ, սկսել նրանից, որ Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է, փաստացի, եւ դա շատ մեծ կարևորություն ունեցող տարածք է, եւ հիմա ձեր հետ միասին մանրամասն կվերլուծենք։ Ես ձեր համար պատրաստել եմ այստեղ տարբեր հետաքրքիր փաստեր առաջերտին, որից պետք է սկսենք։ Գրենլանդիան, ուրեմն Դանիայի պետության թագավորության ներքո է, 2009 թվականից ունի շատ լայն ավտոնոմ կարգավիճակ, իր մայրաքաղաքը քաղաք Նուկն է, որը դուք այստեղ տեսնում եք, այստեղ է գտնվում մայրաքաղաքը, հեսա, քաղաք Նուկը, եւ հարգելի հայրենակիցներ, պետք է ասել, որ պետության ղեկավարը Գրենլանդիայի Դանիայի թագավորն է, բայց ունի նաև հնարավորություն, որ իրականում, եթե բնակչությունը որոշի, դուրս գալ Դանիայի կազմից։ Այս պահի դրությամբ բնակչությունը 56,000 մարդ է Գրենլանդիայի, սա իրականում 0,14 մարդ է 1 քառակուսի կիլոմետրի վրա, ինչը շատ ցածր է եւ աշխարհում ամենացածրներից մեկն է։ Այստեղից 90%-ը էթնիկ ինուիտերն են, այսինքն հենց գրենլանդցիք կարելի է այսպես կոչել, 10%-ը մոտավորապես դանիացիքն են, Դանիայից հենց, եւ 80%-ը ապրում են հենց ափին։ Եվ դուք այստեղ կարող եք տեսնել, խոսքին տեսեք, քաղաքը այստեղ է, եւս մեկ քաղաք, եւս մեկ քաղաք եւ մեկ քաղաք այստեղ։ Այս բոլոր քաղաքները գտնվում են ափին։ Բացի դրանից այստեղ կա պիտուֆիկ, ուրեմն ռազմակայանը Միացյալ Նահանգների, սա առանձին թեմա է, մենք սրա մասին ձեր հետ միասին նաև կխոսենք։ Եվ ընդհանուր առումով տեսնում եք, որ 4 քաղաք է մեծ, համեմատաբար մեծ, որոնք գտնվում են ափին, եւ այստեղ ապրում է 80%-ը, ինչպես արդեն ասացի։ Պետության լեզուն գրենլանդացիների լեզուն է հենց, բացի դրանից ակտիվ օգտագործում են դանիական լեզուն եւ օգտագործում են անգլերենը։ Տարածքի քանակը շատ մեծ է, 2,166,000 քառակուսի կիլոմետր եւ ամենամեծ կղզին է աշխարհում, ինչպես արդեն ասացի, 80%-ը տարածքի ամբողջությամբ սառույցով է, ուրեմն կարելի ասել ծածկված եւ բացի դրանից պետք է ասել, որ ափի գիծը 44,000 կիլոմետր է, դե տեսնում եք ինչ երկար ափ ունի, խոսքին այստեղից սկսած կղզի է, ամեն կողմից էլ ափ է եւ 44,000 կիլոմետր է, շատ է։ Գլխավոր հարցը նրանում է, որ կլիմատական խնդիրներ կա, հաշվի առնելով, որ Արկտիկայում է գտնվում, ձմեռը լինում է մինչև -40, իսկ ամառը 15, մաքսիմում +15, խոսքին մեր ձմեռը իրանց ամառի նման մի բան է ստացվում։ Եվ այդ կլիմայի իրավիճակը նրա խնդիրն է, որ այդտեղ մարդիկ քիչ քանակով են շատ ապրում։ Բացի դրանից պետք է ասել, իրանց տնտեսության մեծ մասը գալիս է ուրեմն ձկնեղենի հետ կապված տնտեսության ուղղությունից, 80%-ից ավելը ձուրկ բռնելը, ուրեմն արտադրելը, հետո ինչ որ ձկնեղենի անհրաժեշտ պարենի ինչ որ ձևաչափեր եւ այլն, եւ դրա վաճառքը դեպի միջազգային շուկաներ։ Բայց բացի դրանից պետք է ասել, որ ձկնեղենի տարբեր իրականում հնարավորություններ կան եւ շատ մեծ։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ Գրենլանդիան շատ հարուստ պետություն է տարբեր մետաղներով եւ տարբեր ուրեմն ռեսուրսներով առհասարակ։ Արգելի պատկերացնենք ձեր հետ միասին, մոտավորապես այսպիսին են Գրենլանդիայի քաղաքները եւ այսպիսի տներում են ապրում։
եւ տեսնում եք, որ շատ այդքան էլ զարգացած չի ակնհայտորեն եւ շատ բարդ կլիմայական իրավիճակ է հաստատ, հատկապես ինչքանով ցուրտ է, այստեղ հասկանում եք, չէ, ձյուն է եւ ծով է նաեւ այդտեղ մոտ։ Դրա համար էլ բնակչության քանակը շատ ցածր է։ Արգելի այսպիսին է իրանց մայրաքաղաք Նուկը, որը դուք այստեղ տեսնում եք եւ ինչքանով երևում է, շատ ցածր բնակավայր է, նկատի ունեմ շինությունները մի քանի հարկ են եւ տեսնում եք շատ դատարկ տեղեր կան, բայց մի փոքր ավելի հարմար տեղում է գտնվում, կարծես, քան ուրիշ հատվածները, որի օրինակը մի քիչ առաջ ձեզ ցույց տվեցի, եւ այստեղ տեսնում եք, որ ամենագլխավոր կապը խոսքին ուրիշ պետությունների հետ, իհարկե դա նավերի շնորհիվ է, ինչպես նաև օդանավակայան կա եւ օդանավակայանի շնորհիվ նաև կարելի է կապնվել միջազգային տարբեր պետությունների կենտրոնների հետ։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մեջև անցնենք բուն թեմային եւ հարցին, որը շատ կարեւոր է, ես առաջ երթին իհարկե ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները եւ տարածեք այս մեր վերլուծությունը։ Ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունը նշված միջոցների շնորհիվ եւ կարող եք բաժանորդագրվել ալիքին, դա ամեն ինչ շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Այստեղ դուք տեսնում եք, որ մենք փաստացի արդեն տեսնում ենք ամբողջ Արկտիկայի քարտեզը եւ պետք է այստեղ նշել, որ այս Արկտիկայի ուղղությունով, որտեղ որ հիմա էլ սառույցներ կան, իրականում ամենա մոտ այս սառույցներին եւ հյուսիսային այս հատվածին մեր երկրագնդի գտնվում են այս պետությունները եւ մենք սկսենք պետությունների թվից, հա, Միացյալ Նահանգները Ալյասկայի շրջանում, հետո գալիս է Կանադան եւ տեսնում եք Կանադան ինչքան այստեղ կղզի ունի ներկայացված, Գրենլանդիան, որտեղ որ այստեղ է գտնվում ամերիկյան ռազմակայանը, նոր դրա մասն ենք խոսում, բայց նաեւ մենք տեսնում ենք Նորվեգիան եւ հատկապես ոչ միայն այս հատվածը Նորվեգիայի, այլ նաեւ այս հատվածը Նորվեգիայի իր կղզիները եւ ամենա մեծը Ռուսաստանը։ Եվ հարցը նրանում է, որ սա վերաբերվում է Արկտիկայի անվտանգությանը։ Տեսեք, Արկտիկայի անվտանգությունը ուղիղ կապ ունի նաև այս պետությունների անվտանգության հետ, որովհետև բալիստիկ հրթիռների կրակելու նպատակով փաստացի ամենակարճ ճանապարհը դա Արկտիկայով անցնող ճանապարհն է։ Խոսքին, եթե Ռուսաստանից դու ուզում ես կրակել բալիստիկ ռազմավարական միջուկային զենք դեպի Միացյալ Նահանգներ, ապա դու ոչ թե քարտեզի վրա որ նայում ես եւ այսպես ուղիղ ես կրակում, իհարկե ոչ, որովհետեւ երկրագունդը կլոր է, ուստի այստեղից կրակելու դեպքում անպայմանորեն ինքը անցնելու է մոտավորապես այսպես իրականում ամենակարճ ճանապարհը դա է լինելու։ Ուստի կարելի է հստակ ասել, որ Միացյալ Նահանգների այս ռազմակայանը այստեղ եւ առհասարակ այս հատվածը Գրենլանդիայի, Կանադայի շատ մեծ կարեւորություն ունեն, որովհետեւ բոլոր կարելի ասել բալիստիկ հրթիռները, որոնք դեպի Վաշինգտոն են գնում, այս հատվածից խոսքին, դեպի Վաշինգտոն պետք է անցնեն մոտավորապես այստեղով։ Վաշինգտոնը գտնվում է այս հատվածում, մոտավորապես, սրանից շատ ավելի հարավ, բայց այս հատվածում։ Ուստի ամենակարճ ճանապարհը դեպի Վաշինգտոն այստեղից է։ Այստեղից է ամենակարճ ճանապարհը։ Եվ սա պետք է հաշվի առնել։ Եվ այդ է նպատակը Միացյալ Նահանգների, որ հիմա Դոնալդ Թրամփը շատ ակտիվ խոսում է Արկտիկայի անվտանգության մասին եւ Ռուսաստանի սպառնալիքը այդտեղ նվազեցնելու մասին։ Այդ է պատճառը, որ Միացյալ Նահանգները պատկերացնում է, որ Գրենլանդիան կարող է դառնալ Միացյալ Նահանգների տարածք, որովհետև Գրենլանդիան լինելով 55,000 բնակիչ ունենալով 3.5 միլիարդ դոլար ՀՆԱ տարեկան, որը շատ փոքր է իրականում ընդհանուր թվով, բայց կարելի ասել մեծ է մեկ հոգու վրա, եթե հաշվենք, այսինքն GDP per capita հաշվածը, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները մի կողմից շատ հեշտ կարող են իրականում ապահովել Գրենլանդիայի տնտեսական բաղադրիչը, բացի դրանից պետք է հաշվի առնել, որ Դանիան շատ ավելի հեռու է գտնվում եւ Դանիայի համար Գրենլանդիայի կարեւորությունը շատ քիչ է։ Այդ է պատճառը, որ արդեն Միացյալ Նահանգները ունեն ռազմակայան այստեղ, որը ասացի, որ պատասխանատու է միջուկային զենքի ուղղությունը համար եւ բալիստիկ հրթիռների շուտ ֆիքսելու համար։ Ուստի հենց Ռուսաստանի տարածքից խոսքին այստեղից բալիստիկ հրթիռ թռնի, առաջինը ով կֆիքսի դա կլինեն հենց այստեղ։ Եվ դա կարևորագույն նշանակություն ունի, որ
Միացյալ Նահանգները կարողանան հակահարված հասցնեն իր ժամանակին այդ բալիստիկ հրթիռների առումով, հակաօդային պաշտպանության առումով։ Բացի դրանից, հենց այստեղ էլ կա հակաօդային պաշտպանության համակարգներ, որոնք կարող են նույնիսկ հասցնել եւ խոցել ինչ-որ մի բան Ռուսաստանի տարածքում, դա էլ հավանական եւ հնարավոր է, դա արդեն ռազմական թեմա է, որը մասնագետները, նկատի ունեմ Միացյալ Նահանգների մասնագետները, փակ տեղեկատվություն է հաստատ, կարող են խոսել դա ինչքանով հնարավոր հարց է, բայց ակնհայտորեն դրա հնարավորությունը կա։ Բացի դրանից, իհարկե, Նորվեգիան ունի մեծ կարևորություն։ Բացի դրանից, պետք է ասել, որ այս բոլոր 4 պետությունը՝ Նորվեգիան, Գրենլանդիան, որը Դանիայի մաս է այսօր, Կանադան եւ հենց Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ պետություն են։ Ուստի Արկտիկայում մենք ունենք 4 ՆԱՏՕ-ի անդամ պետություն եւ 1 Ռուսաստան, որը Չինաստանի գլխավոր դաշնակիցն է այստեղ։ Եվ փաստացի ունենք այդպիսի երկբևեռ իրավիճակ։ Ընդհանուր առումով կարելի է ասել, որ դա նշանակում է, որ Արկտիկայում բարդ իրավիճակ է ձևավորված, որովհետև եւս մեկ անգամ այստեղ մրցակցություն կա կողմերի միջև։ Նկատի ունեմ մրցակցություն այս ճակատի միջև եւ մրցակցություն Ռուսաստանի միջև։ Հիմա պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները պատկերացնում են, որ իրանց այս փոքր հատվածը, Ալյասկան, որը վերահսկում են, որը տևում է այս Արկտիկայի ուրեմն հատվածից, ամենակարևոր կենսական այս կլոր հատվածից այստեղ շատ հեռու է Արկտիկան։ Ներսում է գտնվում Գրենլանդիան եւ Կանադան եւ շատ մասնակի առումով ուրեմն Նորվեգիան։ Փաստացի Միացյալ Նահանգները այս 4 դաշնակցից մեկն է, ով չունի ներսում տարածք։ Ռուսաստանը նաեւ ունի, տեսնում եք, այստեղ եւ այստեղ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, Միացյալ Նահանգները հետաքրքրված են, որ ձեռք բերեն այդպիսի տարածք։ Եվ այդ է պատճառը, որ Դոնալդ Թրամփը հիմա խոսում է ոչ միայն Գրենլանդիայի Միացյալ Նահանգների կազմ մտնելու մասին, որ այստեղ եւ այստեղ Միացյալ Նահանգները լինեն, այլ նաեւ Կանադայի Միացյալ Նահանգների կազմ մտնելու հարցի մասին խոսում է։ Ինչու սա կարա բերի։ Սա իհարկե կարա բերի նրան, որ առաջերտին դա տեղի ունենա, որովհետև նույն Կանադային եթե կողքի դնենք, որը հսկայական պետություն է, տարածքով, քանակով, բնակչության, տնտեսությունով եւ այլն, Գրենլանդիան, ինչպես արդեն ասացի, շատ քիչ բնակչություն ունի, Դանիայի հետ այդքան էլ իրանք կախված եւ կապված չեն, եւ իրականում իրանք կարող են ուրեմն անկախություն հռչակել եւ մտնել Միացյալ Նահանգների կազմ։ Եվ շատ ավելի ապահով կլինեն Միացյալ Նահանգների կազմում եւ համար, որովհետեւ Միացյալ Նահանգների համար Գրենլանդիայի անվտանգությունը շատ ավելի կարեւոր է իր անվտանգության համար, քան թե Դանիայի համար։ Դանիայի անվտանգության հարցը Գրենլանդիայում չի որոշվում։ Միացյալ Նահանգների անվտանգության հարցը Գրենլանդիայում որոշվում է, բայց հարցը գնում, եթե այդ ժողովուրդը ինքը ցանկանա, որովհետեւ իհարկե ես չեմ պատկերացնում, որ սա եւ չեմ կարծում հավանական, որ սա ռազմական ուժով կարող է Միացյալ Նահանգները անեն։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները փորձում են եվրոպական պետությունները բաժանել ամերիկյան, հյուսիսամերիկյան պետություններից։ Ասեմ, որ վերջերս Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, ասել է, որ Գրենլանդիան եվրոպական անվտանգության կենսական մաս է։ Բայց շատ բարդ է անկեղծ ասած, որ դա իրոք այդպես լինի, որովհետև ինչպես արդեն ասացի, հրթիռները, որը գալիս են նույն Ռուսաստանից, եթե նայենք հարգելի հայրենակիցներ, ապա Ռուսաստանից եկող հրթիռները դեպի Եվրոպա անցնելու են այստեղով։ Ուստի Նորվեգիան եւ Իսլանդիան շատ ավելի կարեւոր են եվրոպական անվտանգության համար, բայց դեպի Միացյալ Նահանգներ հրթիռները գալու են Գրենլանդիայով։ Եվ ուստի ակնհայտ է, որ Գրենլանդիայի կարևորությունը Միացյալ Նահանգների անվտանգության համար շատ ավելի բարձր է, քան եվրոպական անվտանգության համար, եւ դա ուղղակի փաստ է։ Դա հերքել չի կարելի, չի ստացվի։ Բացի դրանից պետք է ասել, հարգելի հայրենակիցներ, որ այս հյուսիսային հատվածում ակնհայտորեն մենք արդեն գործ ունենք Չինաստանի ակտիվ ներգրավվածության հետ։ Եվ այստեղ, հարգելի հայրենակիցներ, այս ռուկայով, այս քարտեզով, ռուկան վրա ցրել է, այս քարտեզով մենք տեսնում ենք ձեր հետ միասին շատ կարևոր ուրեմն իրավիճակ այստեղ եւ այս քարտեզի վրա երևում է գլխավոր առևտրի ուղիները այս պահին գոյություն ունեցող
Եվ կարմիրով դուք տեսնում եք արդեն գոյություն ունեցող առևտրի ուղին, որը Ռուսաստանինն է, եւ Ռուսաստանը կարելի ասել վերահսկում, եւ նույն ժամանակ սա ակտիվ օգտագործում է նաեւ Չինաստանը, եւ երկրորդ ուղին կանաչով է, դա հյուսիսամերիկյան ուղին է, որը Միացյալ Նահանգները եւ իր դաշնակիցներն են մեծ առումով օգտագործում։ Կապույտով նշված ուղին առևտրի այս պահին գոյություն չունի, որովհետեւ այստեղ սառույց է շատ հյուսիսային հատվածում եւ այս պահին առնվազն այդպիսի ուղի չկա։ Հարցը նրանում է, հարգելի հայրենակիցներ, որ Ռուսաստանը եւ Չինաստանը շատ ակտիվ զարգացնում են այս կարմիր ուղին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները եւ այս կանաչ ուղին։ Այս հատվածում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների սահմանն է եւ կարելի է ասել, որ այս երկու պետությունը այստեղ իհարկե շատ մեծ ուշադրություն է դարձնում հենց այս հատվածին։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ երկու ուղությունով է խոսքի նույն այս ուղությունով Չինաստանը շատ է ակտիվացել։ Եվ մենք գիտենք, որ Գրենլանդիան անհանգստացած է նրա համար, որ չինական նավերը շատ ակտիվ արդեն Գրենլանդիայի շուրջ տարբեր այս հատվածներում գտնվում են։ Պետք է նաև նշել, որ կարմիր իրանց ուղին, որը գալիս է դեպի Եվրոպա, հայտնվում է այստեղ Նորվեգիայի եւ այս հատվածում նաև Նորվեգիայի վերահսկողության տակ, դա նաև շատ հետաքրքիր եւ կարեւոր փաստ է։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ մեծ առումով Վաշինգտոնի, Միացյալ Նահանգների, Կանադայի կապը Խաղաղ օվկիանոսի հետ այս ուղղությունով հենց Գրենլանդիայի հատվածով է անցնում, Նուկի այս հատվածով տեսնում եք գլխավոր ուղին անցնում է այստեղ։ Նույնիսկ եթե բացվի ապագայում այս ուղին, ել ավելի Չինաստանը ակտիվանա, ուստի այս հատվածից բարձրանա ելի ավելի դեպի հյուսիս, ապա Գրենլանդիայի անվտանգության հարցը ել ավելի մեծ է լինելու, ել ավելի խնդրահարույց։ Ուստի պետք է հաշվի առնել, որ Գրենլանդիայի անվտանգությունը կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների անվտանգության համար, առհասարակ հյուսիսային այդ հատվածը մեծ ռազմավարական նշանակություն ունի, արդեն ասացի, որ Միացյալ Նահանգները այստեղ ունեն ռազմակայան եւ հետևում են ամբողջ այս ճանապարհների հետևից, բայց տնտեսական լոգիստիկ կապերի ուղղությունով պետք է ասել, որ կողմերը շարունակելու են մրցակցել այդ հատվածում։ Ուստի Միացյալ Նահանգները պատկերացնում են, որ Գրենլանդիան դարձնելով իր սեփական տարածք, կարող են հասնել մի քանի նպատակի։ Առաջի հերթին Գրենլանդիայի շնորհիվ կարողանան ապահովել իր անվտանգությունը հյուսիսից եկող բոլոր հրթիռներից, իսկ հրթիռները հյուսիսից են գալու եւ ուրիշ տարբերակ բացի Գրենլանդիայի գլխի վրա թռնելու չկա։ Երկրորդ տարբերակը այն է, որ այդտեղ կկարողանան վերահսկել Հյուսիս օվկիանոսում այդ արկտիկական հյուսիսային սառույցի օվկիանոսում բոլոր կենսական առևտրի ուղիները, որոնք շատ մեծ նշանակություն ունեն, ինչպես ունի նշանակություն Միջին Միջանցք ծրագիրը եւ ուրիշ Սինգապուրով անցնող ուղիները, Բաբ էլ Մանդեբով անցնող ուղիները, ուստի մեծ կարևորություն ունի հենց Հյուսիսային օվկիանոսով անցնող ուղիները, ռեսուրսային ուղղությունով շատ մեծ հնարավորություններ կարող է տալ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին, հատկապես այդ հազվադեպ մետաղների ուղղությունով, որը շատ մեծ նշանակություն ունի հիմա արհեստական բանականության զարգացման մեջ եւ ռոբոտաշինության զարգացման մեջ եւ Միացյալ Նահանգները այդ առումով մրցակցում են, գիտեք, որ ակտիվորեն Ռուսաստանի հետ եւ Չինաստանի հետ առաջի հերթին։ Բացի դրանից, քաղաքական առումով հնարավոր է որոշել այս հարցը նաև եւ ունենալ քաղաքական առաջընթաց, հայտարարել, որ սա քաղաքական հաղթանակ է։ Հստակ կարելի է ասել, որ Գրենլանդիան սա ոչ հողի մասին է պատմությունը, ոչ էլ սպիտակ արջերի մասին է պատմությունը կամ սառույցի մասին, այլ Գրենլանդիայի հարցը վերաբերվում է ուղիղ ով է առաջինը իմանում, տեսնում եւ կարող է ուրեմն հակաօդային պաշտպանությունով խոցել եկող բալիստիկ հրթիռը Միացյալ Նահանգների վրա, Գրենլանդիան սա իրականում նաև ուղիղ կապ ունի առևտրային միջանցքների հետ եւ ով է առհասարակ հյուսիսային օվկիանոսում, Ատլանտյան հյուսիսային հատվածում վերահսկում գետնի վրա իրավիճակը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ գործընթացները մենք կարող ենք տեսնել, թե ինչու է Միացյալ Նահանգները այսքան ակտիվ հետաքրքրված Գրենլանդիայով եւ Գրենլանդիայի ճակատագրով, հատկապես իր ավելի մոտեցման եւ սրտեցմանը Միացյալ Նահանգների հետ։
Պետք է ասել, որ Միացյալ Նահանգները պատկերացնում են, որ Կանադայի հետ միասին կարողանալու են ուրեմն հզորացնել Պիտուֆիկի ուրեմն ռազմակայանը, Տուլեի նախկինում այդպես էր կոչվում ռազմակայանը, որտեղ որ կան այդ համակարգները, որոնք նախորոք ամենաշուտը կարող են տեղյակ պահել Միացյալ Նահանգներին ատոմային զենք կիրառելու մասին Միացյալ Նահանգների դեմ։ 1951 թվականից Գրենլանդիան եւ Դանիան եւ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի մասին ունեն պայմանագիր եւ Միացյալ Նահանգները այդտեղ փաստացի գտնվում են։ Բայց հիմա արդեն տեսնում ենք, որ Վաշինգտոնը ուզում է Դանիային շրջանցել այս հարցերով եւ սեփական սուվերենիտետը տարածել այս պետության վրա։ Եվ դա հնարավոր է նաեւ Ռուսաստանի հետ մրցակցության ուղղությունով, որովհետեւ Ռուսաստանը նաև տնտեսական եւ լոգիստիկ առումով ակտիվ է մասնակցում Հյուսիսային օվկիանոսի հարցերում եւ օգտագործում է դա ինչպես ալտերնատիվ ուղի ցամաքային ուղիներին, ինչպես ես արդեն ասացի։ Բացի դրանից ռազմական առումով դա հաստատ ռազմական շրջան է տարբեր գործողությունների եւ ռեսուրսների առումով ոչ միայն հենց Գրենլանդիան, այլ Գրենլանդիան էլ բացում է ճանապարհ դեպի ծովում գտնվող ռեսուրսներ, իսկ դա շատ կարևոր է, որովհետև կողմերը չունեն հստակ պայմանագրեր ծովի մասին, ինչը նշանակում է, որ շատերը կարող են այդտեղ գտնել ռեսուրսներ եւ այդ ռեսուրսները օգտագործել։ Ուստի Ռուսաստանի համար Արկտիկան սա իր վերահսկողության թեման է, իսկ Միացյալ Նահանգները թույլ չեն ուզում տալ, որ Ռուսաստանը կարողանա վերահսկի այդ տարածքը։ Եվ այդ նպատակով Գրենլանդիան ունի կենսական ռազմավարական նշանակություն եւ կարող է ապահովել այդ հաղթանակը։ Բացի դրանից նորրադ համակարգներ գոյություն ունեն, որոնք Կանադայի հետ միասին եւ Կանադան էլ ունի այդ ծրագիրը, որը այդ ռադարների համակարգի մասին է եւ Կանադան ուզում է հզորացնել իր ռադարների համակարգը, վերահսկել ուրեմն վերահսկել Ռուսաստանից եկող որևէ վտանգներ։ Հարցը նրանում է, որ Միացյալ Նահանգները այդտեղ էլ կարող են օրակարգ հարց դնել եւ ասել, որ դա պետք է լինի ոչ թե կանադական եւ Միացյալ Նահանգները կտան այդ համակարգները, այլ պետք է ամերիկյան լինի։ Ամերիկան փորձում է իր շահերը անցկացնել նաեւ այդ ուղղությունով ակնհայտորեն։ Կանադան հստակորեն պետք է ասել, որ նաև Արկտիկային ուղղությունով իր քաղաքականության փաստաթուղթ է ընդունել եւ դա հստակ քայլ է դեպի ակտիվացում իրանց գործունեության նաև Արկտիկայում կանադական գործունեության։ Գրենլանդիան չի բացառվում, որ ցանկանա ուզենա ունենալ ավտոնոմ կարգավիճակ եւ ցանկանա անկախություն ձեռք բերի, դա իրոք կարելի է ասել, որ կարա լինի իր նպատակներից մեկը, հատկապես եթե այդ քաղաքական իրավիճակը սպասարկի իր նաև ուրիշ շահերը։ Եվ կարելի է ասել մի քանի սցենար կա այստեղից, հարգելի այրենակիցներ, սցենար համար 1։ Դա որ ՆԱՏՕ-ն հզորացնում է իր ներկայությունը Գրենլանդիայում, այդ թվում Միացյալ Նահանգները հզորացնում են իրենց ներկայությունը, բայց որևէ քաղաքական կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունենում։ Սցենար համար 2, որ այդտեղ Ռուսաստանը ակտիվացնում է իր գործողությունները եւ Կանադան եւ Միացյալ Նահանգները, Գրենլանդիան եւ Նորվեգիան սկսում են իրենց գործողությունները ել ավելի ակտիվացնել եւ մոտեցնել, եւ երրորդը, որ Գրենլանդիան սկսում է դեպի քաղաքական առումով ուրեմն մոտենալ Միացյալ Նահանգներին եւ դառնում է Միացյալ Նահանգների եւս մեկ շտատ։ Դա հնարավոր է, հավանական է, բայց այս փուլում դեռ դրա հավանականությունը բարձր չէ։ Իհարկե, մենք կշարունակենք հետևել այս իրադարձություններին եւ զարգացումներին։ Տրամպը 5 օր առաջ նշանակել է նոր ուրեմն հատուկ հանձնարարություններով դեսպան կարելի է այսպես ասել, որը զբաղվելու է Գրենլանդիայի հարցերով, եւ Տրամպը հայտարարել է, որ մենք պետք է ունենանք Գրենլանդիան, այսինքն Գրենլանդիան պետք է պատկանա մեզ։ Շարունակում է Տրամպը այս թեմայի մասին խոսել։ Ինձ հետաքրքիր է ինչքանով ձեզ հետաքրքրեց այս թեման, որովհետև ես փորձում եմ բալանսավորեմ մեզ վերաբերվող հարցերը եւ գլոբալ հարցերը, ակտուալ եւ այսպես ասեմ տաք հարցերը եւ ոչ այդքան տաք հարցերը, որովհետև բոլոր հարցերը ունեն իրանց նշանակությունը, կարևորությունը, չի կարելի խոսել միայն նրա մասին, ինչը այսպես ասեմ շատ ակտուալ է եւ հատկապես մենակ մեզ ինչ վերաբերվում է, դրա մասին խնդրեմ գրեք մեկնաբանություններում։ Երկրորդը շատ կարևոր է, ես ուզում եմ ձեր կարծիքը լսեմ այս ձևաչափի մասին։
քարտեզի, նկարների եւ այլն, որը իհարկե իմ կողմից ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ, որ պատրաստեմ այս ամեն ինչը ձեզ ցուցադրեմ եւ այլն, բայց մյուս կողմից հարմար է նաեւ, որովհետեւ կա հարցեր, երբ ես ձեզ ցույց եմ տալի, ապա ինձ ավելի ուրեմն հստակ եմ եւ ավելի հստակ եմ մոտեցնում այդ հարցերը եւ ինձ ավելի լավ եմ զգում այն առումով, որ ավելի լիարժեք տեղեկատվություն ձեզ հասցրեցի, ցույց տվեցի, թե որտեղի մասին է խոսքը, ինչ կապերի մասին է խոսքը եւ այլն, խոսքին Գրենլանդիան որտեղ է գտնվում, Ռուսաստանի հետ ինչ վտանգներ կա, ճանապարհները որտեղով են անցնում եւ այլն։ Ուստի ես ուզում եմ ձեր կարծիքը լսել այս ձևաչափի մասին, որ գիտենամ արդյոք համարում եք, որ սա պետք է շարունակեմ, թե ոչ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։